Սիրո համատեղելիության մեջ ընդհանուր թիվը եթե 7-ն է մարդու գիտակցականի, ընդհանրապես շատ կարևոր է 7 թվանշանի համար ցանկացած ամսի ծնված այստեղ խորությունը, որը կարող է առաջանալ այս երկու մարդկանց շփման ժամանակ, իսկապես հսկայական կարող է լինել։ Այն կարող է նաև ինչու՞ չէ արտահայտվել որպես համատեղ տրանսֆորմացիա, այն նաև այստեղ կարող է արտահայտվել որպես հոգևոր և նյութական աճ, ինչպես ուժեղ սեքսուալ էներգիա, այսպես են ասում, մի փոքր այլ կերպ ասեմ, այսինքն կարող է լինել այդ էներգիան խոսքի օրինակ կրքոտություն, բայց նաև լիակատար քաոսի և ճգնաժամերի տեսքով, որոնք մարդիկ այսպիսի կարող են ստեղծել միմյանց համար։ Դուք անպայման պետք է հայտնեք ձեր ընդունումը միմյանց, որովհետև ձեր միջև աստղային էներգիա է, իսկ աստղերին պետք է ընդունում են, հա, որպեսզի նրանք մնան մտքի դրական վիճակում։ Անհրաժեշտ է այստեղ համատեղ սպորտային ձեզ պարապմունքներ և պլանավորում և կարգապահություն։ Ուզում եմ մի փոքր խոսել ռունաների չիմացության և անտեղյակ լինող մարդկանց մասին, ազդեցությունները ընդհանուր եմ ուզում խոսել, օրինակ սխալ ձևակերպված կառուցվածքները կարող են լինել սա ազդեցության հետ կապված, որոնք կարող են տալ ուղիղ հակառակ արդյունք, ստեղծելով իրականության բավական անդառնալի կոլապս։ Պրոֆեսիոնալ լուծման հետ կապված այստեղ անցումը կարող է լինի համակարգային ուսուցման, որն ընդգրկում է միգուցե բոլոր 24 ռունաների բազմաշերտ նշանակությունների յուրացումը անհատական փորձի մակարդակում, ժամանակի սխալի ընտրությունը դա կարող է լինել։ Ազդեցությունը այստեղ օրինակ կարող եմ բերել եկամտի աճի մտադրությունը կարող է լինի նվազող լուսնի խոսքի ժամանակ, փուլում, այստեղ որ կարող են ակտիվացնել, դա կարող է բերել ֆինանսական կորուստների անկախ ֆորմուլայի ճշգրտությունից։ Այստեղ պրոֆեսիոնալ լուծման հետ կապված հնարավոր է հասկանան իրականում հոսունությունը և ընդունեն 3-ից 6 տևողությամբ էներգետիկ իներցիայի անհրաժեշտությունը, այսինքն մտադրության մշուշոտությունը, իսկ էներգետիկ անհասության ազդեցությունը այստեղ տրանսֆորմացիոն գործընթացի մասին է խոսքը, վաղաժամ դադարեցնելը օրինակ 3 օր, անց այստեղ ֆորմուլան ոչնչացնելը կարող է խաթարի իրականության կոնկրետ բնականոն վերակառուցումը։ Մշուշոտ ուրեմ ազդեցության հետ կապված այստեղ անորոշ ձևակերպումները մարդու կարող են լինել, խոսքի օրինակ կարող ասի ուզում եմ հաջողություն, ստեղծում է ցրված ինչ-որ վիբրացիաներ, որոնք չեն նյութականանում։ Պրոֆեսիոնալ լուծումի համար այստեղ մտադրությունների համակարգի դետալիզացիան է կարևոր և դրանց ճշգրիտ ձևակերպում ներկա պահին։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ էդի ժամանակի հետ էլ կապ ունի, որովհետև ներկա ժամանակով պետք է դա արվի, այսինքն էկոլոգիայի այստեղ անտեսում կարող է լինի։ Ազդեցությունը այստեղ մի ոլորտի, օրինակ բերեմ, փող, խոսքի փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնա մյուսի առողջության վրա, եթե համակարգի ամբողջականությունը հաշվի չի առնում անձը։ Պրոֆեսիոնալ լուծումը ցանկացած ռունայական կառուցվածքի եռակողմը, ստուգումը, այստեղ առողջություն, փող, խոսքի օրինակ հարաբերություններ, այս սխալների կանխարգելումը հենց հնարավոր է միայն աստղագիտական գործոնների և տիեզերական ցիկլերի հետ սինխրոնացված միջոցով։ Ասեմ, որ ռունաներն էլ կապ ունեն, սիրելի հետևորդներ, ուրեմն աստղաբանության հետ, ինչը շատերը չգիտես ինչու չեն խոսում։ Միջգիտական
Սիներգիա կա, այսինքն աստղագիտություն եւ ռունաներ, քիչ առաջ որ ասեցի, ընդհանրապես պրոֆեսիոնալիզմի բարձրագույն նիշը այստեղ աստղագիտության եւ ռունաների համադրումն է, թեև այստեղ ռունաները միգուցե ինքնին լուսնային ցիկլերից կախված չլինեն, հա, սակայն մարդը եւ սոցիալական համակարգը այստեղ կարող են գտնվել մոլորակային ազդեցության տակ։ Ընդհանրապես աստղագիտական գիտելիքը կարող է պաշտպանել ոչ թե առասպելական հետհարվածներից, ատկապներից, այլ պրակտիկի հենց սեփական անպատասխանատվությունից, հենց այսպես կոչված հետհարվածը, ատկապը, միշտ մարդու սխալի արդյունքն է լինում, իսկ աստղաբանությունը օգնում է համընթաց լինել տիեզերական քամու։ Այստեղ նաև ժամանակային գործոնը մեծ կապ ունի հենց ստրատեգիական ուղեցույցի հա, ազդեցությունը այստեղ ռունայական աշխատանքի վրա, օրինակ, աճող լուսնի ժամանակ շատ իդեալական է աճի եկամուտների եւ ինչ-որ նոր սկիզբ դնելու համար, հա։ Նվազող լուսնի ժամանակ այստեղ նախատեսված է մաքրումների չիստկա, որ ասում ենք, եւ բացասականի հեռացման համար։ Ձմեռային արևադարձ լսած կլինեք, սա հզորագույն հենց կետն է նոր ցիկլերի եւ համակարգային փոփոխությունների մեկնարկի համար, իսկ մոլորակային դիրքերը այստեղ սահմանում են ինչը՝ մտադրության իրականացման հենց քամու ուղղությունը եւ արագությունը։ Այս գիտելիքը ռունաների հետ կապված թույլ է տալիս ձևավորել իրատեսական սպասելիքները հիմնված իրականության տիրապետության վրա։ Կան մարդիկ, ովքեր շատ սխալ են օգտագործում ռունաները եւ չեն հասկանում, որ այստեղ իրական տիրապետում պետք է լինի ժամանակի էներգիայի կառավարման հետ։ Օրինակ 3-ից 6 ամսվա սպասման շրջանակը ոչ թե դա թերություն կարող է լինել, այլ նաև պրոֆեսիոնալ չափանիշ, որը կարող է վկայել իրականում էներգետիկ իներցիայի հասկանալու համար, եւ այստեղ ռունաները կարող են գործել որպես ձգան, տրիգեր են ասում, ակտիվացնելով այն ներուժը, որը արդեն կուտակված է հենց պրակտիկի կողմից, հա, մտադրության այստեղ իրականացման, արագացման գործոնները, այսինքն անձնական էներգետիկ պոտենցիալ, դա պահքը, ասքեզան է եւ ուշադրություն են դարձնում արդյունքների, հա, համեմատական ուղիղ արագությանը։ Սոցիալական կապվածությունից ազատությունն է, այսինքն արտաքին սոցիալական կապերից եւ կարծիքներից անկախությունը էականորեն կարող է մեծանալ հենց մանիպուլյացիայի ուժ։ Նաև կարող է լինել խոսքի օրինակ նախնական մտադրության մշակում, հա, եթե մտադրությունը այստեղ երկար ժամանակ կուտակվել է ենթագիտակցական մարդու ենթագիտակցականի մեջ ռունաները կարող են տալ ակնթարթային իրոք արդյունք, իսկ իրականության հասունությունը դա իրականությունը ինչ է անում, պահանջում է ժամանակը շատ կարևոր է, այսինքն հին կառուցվածքները քանդելու եւ նորերը ձևավորելու եւ ձևափոխելու։ Կարող են լինել գործնական հրահանգումներ մտադրության ձևավորման համար կապված ռունաների հետ, հա, այսինքն էկոլոգիական ստուգումն է հենց առաջի քայլը, այսինքն յուրաքանչյուր ռունայական կառուցվածք, լինի դա յուրի Իսլամով կարիչքան հիշում եմ, կամ այլ ռունոլոգներ, այստեղ 150 բանաձևներից մեկն է լինում, թե անհատական ստեղծված, այստեղ պետք է ստուգվի ըստ 3 ոլորտների, հա, առողջության հետ կապված խոսքի օրինակ փող, հարաբերություններ եւ այլն։ Երկրորդը դա ճշգրիտ ձևակերպումն է, այսինքն եթե դու ցանկանում ես մի բան ռունան ակտիվացնել, այստեղ մտադրությունն է շատ կարևոր, պետքա լինի առավելագույն դետալիզացված, օրինակ բերեմ, ոչ թե պարզապես մեքենա, այլ կոնկրետ մոդել, գույն, վիճակ, սրանք շատ կարևոր են։ Նաև ռունաների ակտիվացումը այստեղ շատ կարևոր է ժամանակի կողմնորոշումը, հա, այսինքն պետք է մարդը ձևակերպի իր մտադրությունները բացառապես ինքը ներկա ժամանակով, օրինակ խոսքի կար ասի ես ունեմ կամ իմ եկամուտը կազմում է այսքան, հա,
Եվ չորրորդը դա դրական հաստատումն է, չպետք է անձը բացասական տրամադրությունով որևիցե ակտիվացում կատարել, խստիվ ստեղ պետք է խուսափել ոչ մասնակից բառերից, ռունաները հենց գուգնիր լսած կլինեք նիզակի պես իրենք ճշգրիտ գործիքներ են սակրալ, որոնք պահանջում են վարպետի ձեռք և պատասխանատու գիտակցություն, սա շատ կարևոր է, որովհետև ամեն մարդ չի որ կարող է ռունաներով զբաղվել, հա, մեր ռազմավարությունը ընդհանրապես կոչված է կերտելու պրոֆեսիոնալիզմի, ովքեր ոչ թե հույս են դնում ինչ-որ պատահականությունների վրա, այլ կառավարում են սեփական իրականությունը տիեզերական օրենքների հետ ներդաշնակության մեջ։ Սրանք պետք է հաշվի առնեն բոլոր ռունոլոգները, ովքեր մտնում են ռունայի էգրեգորը։ Իսկ հիմա մի փոքր ուզում եմ խոսել տարոքարտերի հետ կապված հենց էությունը տարոյի եւ կյանքի դասերը, հա, որոնք մենք անցնում ենք։ Օրինակ, 0 արկանը դա հիմարն է, հա, the fool են ասում։ Սա ինչի մասին է խոսում։ Մաքուր էջի, որից կարող է աճել ինչ որ բան կամ ամեն ինչ։ Սա այն հոգին է, որը գալիս է աշխարհ եւ պետք է նա անցնի իր ուղին։ Սա մի վստահություն է աշխարհին եւ հոսքի մեջ լինելը։ Հաջորդը դա մոգն է, ես կարող եմ խառը ասել, որը ունի բավականին բոլոր իր գործիքները նպատակին հասնելու համար։ Սա գործողության ինչ-որ վճռականության քարտն է, որտեղ մարդ ունի ամեն ինչ, որպեսզի սկսի հենց հիմա։ Սկսեմ վերջից ավելի ճիշտ կլինի ձեզ համար, ուզում եմ խառը ասել։ Աշխարհ վերջի քարտը, հա, 21-րդ օրինակ, հարմոնիա, կյանքի դասեր անցնելը, հա, ուշադիր, տեսակ, ահա, էստեղ դատարանը ինքը արդյունքների ամփոփման, վերածննդի և հին կապանքներից ազատման մասին է խոսում։ Արևը խոսում է երջանկության, հաջողության և լիակատար պարզության մասին, այսինքն սա հաղթանակի և կենսախնդության քարտն է։ Լուսինը շատ մարդիկ չեն կարողանում ճիշտ կանխատեսել, բայց լուսինը խոսում է անուշություններից, վախերից և պատրանքներից, տագնապալի վիճակներից, երբ ճանապարհը մարդու մոտ հստակ չէ։ Աստղ դա մաքրության հետ կապ ունի, հույսը, երազանքը երբեք չպետք է ձեզ թողնի։ Հա, պետք է դուք հետևեք ձեր ներքին լույսին և այն ձեզ կարող է տանել դեպի նպատակ։ Աշտարակը իմ սիրած քարտերից մեկն է, Աստծու կտրուկ փլուզման մասին է խոսում, որովհետև կարող եք հանդիպել մի բան, հա, միայն, ինչը կեղծեր և խանգարում էր ձեր ազատությանը, որպեսզի դուք առաջ գնայիք։ Սատանան 15-րդ արկանը խոսում է գայթակղությունների մասին, կախվածությունների և նյութական գերակայունության մասին։ Այն փորձում է շեղել մեզ մեր ճիշտ ճանապարհից և ուղուց։ Չափավորություն տարոքարտը դա ուրեմն կապ ունի նաև տեմպերամենտ քարտի հետ, հա։ Չափավորությունը դա հաշտության մասին է խոսքը, հավասարակշռության և ոսկե միջինի մասին։ Այդտեղ չպետք է լինի ոչ մի ծայրահեղություն։ Մահ քարտը տրանսֆորմացիայի մասին է խոսում, այսինքն ինքը այնքան էլ վատ քարտ չի, ինչքան բոբո են սենց ներկայացնում շատ մասնագետներ, դա խոսում է տրանսֆորմացիայի հնի վերջի ավարտից, որպեսզի տեղ բացվի ձեզ նորի համար։ Սա ոչ թե վերջն է, այլ անցումը մի վիճակից մյուսին։ Կախվածը, զոհի քարտը, փակուղին և ճգնաժամն է, այստեղ ինչ պետք է, անհրաժեշտություն իրավիճակին այլ անկյունից նայելու համար կամ և միգուցե ինչ-որ բան զոհաբերելու համար։ Արդարությունը դա 11-րդն է, նայած որ կոլոդայով է, այսինքն ասում են ինչ ցանես, այնն էլ կհանձես, հա, սա ինչի մասին է խոսում, պատասխանատվության և
հստակության քարտ է։ Այ մենք բախտի անիվի քարտին, բախտի անիվը ընդհանրապես շատ լավ հաջող քարտ է, բայց կարմիկ քարտ է, հա, այսինքն կարող է խոսել կարմիկ շրջադարձերի մասին։ Ընդհանրապես, եթե գնում ես քո ճակատագրի հետքերով, բախտը քեզ ասում են կարող է ժպտալ, հա, եթե ոչ դասերը կրկնվեն այնքան, մինչև դու պետք է հասկանաս դա, այդ դրա համար էլ կոչվում է կարմիկ։ Ճգնավորը դա խոսում է ինքնաճանաչման մասին եւ վերլուծության։ Մարդ պետք է դրսի ժամանակ միայնակ մնալու եւ հասկանալու համար, ով է նա եւ ուր է իրականում գնում, կամ ինչ որ գործ է անում, դա ինչի համար է ինքը անում։ 8-րդ արկանը ուժի քարտն է, որը որ խոսում է մարդու վախերի եւ կրքերի սանձման մասին։ Այստեղ մարդը պետքա ոչ թե զորով, ուժով հարցեր լուծի, այլ հակառակը, այստեղ մարդ պետք է կարողանա փափուկ ձևով, հա, բայց անկոտրում կամքով։ Կարգը 7 մեծ արկանումը շարժման, փոփոխությունների եւ հաղթանակի ճանապարհների մասին է խոսում, տեղափոխության, ինչու՞ չէ։ Հերոսը ինչ է անում, թողնում է հարմարավետ քաղաքը եւ գնում է դեպի նոր սխրանքների։ Սիրահարները 6-րդ մեծ արկանն է, որը որ ոչ միայն սիրո մասին է խոսում, այլև այստեղ ընտրություն պետք է լինի, որովհետև գայթակղություն կա հարմարավետության, գոտու եւ զարգացման նոր ճանապարհի միջև։ Խոսենք քահանայապետից, Իորֆանտ են ասում, հա, ով է ուսուցիչ, ով փոխանցում է իր գիտելիքները եւ ավանդույթների մասին է խոսում։ Սա ազնվության, բարոյականության եւ ընտանեկան արժեքների մասին է խոսում, հոգեվոր արժեքների։ Կայսրը 4-րդ մեծ արկանն է, ռուսերեն իմպերատոր ենք ասում։ Ով է տանտերը, պաշտպանը, ով սիրում է կարգ ու կանոն հաստատել, կարգապահություն պետք է լինի։ Սա ուժի եւ մարդու ստատուսի քարտն է, որտեղ ամեն ինչ հստակ է եւ ըստ գործի։ Կայսրուհին, հա, 3-րդ մեծ արկանում է, իմպերատրիցա են ասում, սա առատության, պտղաբերության եւ զարգացման մասին է խոսում։ Սա հենց այն ամենն է, ինչ կարելի է շոշափել, օրինակ փող, կարգավիճակ, ամուսնություն, մայրություն, երեխայի ծնունդ, բայց այդտեղ պետք է հիշել, որ նա մեծ աշխատասեր է։ Դե քանի որ մոգից խոսեցի, հիմա կխոսեմ քրմուհուց։ Քրմուհին ով է։ Ինտուիցիա, այստեղ շատ կարևոր է քրմուհու, վերխովնայա ժրիցա։ Ահա, այստեղ գաղտնիքներ, լռություն, նա կարող է հորդորել եւ չլսել արտաքին աղմուկը, այլ նաեւ սեփական իր ներսը, բոլոր պատասխանները ես կարող եմ ասել, որ ձեր մեջ է։ Այսպես են խոսում տարուքարտերը այս կամ այն իրավիճակում, որ մարդը անցնում է իր կարմիկ ճանապարհները։ Եվ ուզում եմ մի փոքր ավելացնել, կան մարդիկ, որ առողջության հետ կապված ռունաներ են ակտիվացնում, հա, մի փոքր այդ մասին, շամանական մետաֆիզիկայի հետ կապված տեսանկյունից այստեղ հիվանդությունները կարող են սկսվել էներգետիկ մարմնի աղավաղումից, հա, այսպես են ասում, եւ այստեղ միայն ժամանակի ընթացքում կարա նյութականում, ֆիզիկական մակարդակում շատ բաներ փոխվի, իսկ ռունաները այստեղ թույլ են տալիս ազդել հենց պատճառի վրա, թե ինչն է պատճառը առողջության խնդրի։ Օրինակ, ուռուզի մասին ես խոսել եմ, ուռուզ ռունան, եթե կոկորդի մոտ հանկարծ նկարում են, դա կարող է ավելի վատացնի իրավիճակը առանց հասկանալու։ Ընդհանրապես ուռուզը, ռունան, հիմնարար առողջության մասին է խոսում եւ այստեղ մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատացնել հենց այս ռունան, հա։ Ինչու՞, որովհետեւ բավականին ակտիվ ռունա է նա։ Սա տղամարդկանց համար է շատ լավ, որովհետև ուժի աղբյուր է, որն ապահովում է ֆիզիկական կենսունակությունը։ Բերկանը կանանց համար է շատ լավ, այսինքն կանացի էներգետիկայի բնականon եւ ներդաշնակ դրսևորման համար։ Ինգուզը, ռունան, դա կենսական ուժի եւ ներքին երեխայի
էներգիայի մասին է խոսում, որը կարող է լինել պատասխանատու վերականգնողական պրոցեսների համար։ Լսած կլինեք եռա եմ ասում, բայց ես ջեռա եմ ասում, ռունան, որը կարող է ակտիվացման ժամանակ խոսքի օրինակ օգնել վերականգնել օրգանիզմի բնականոն ցիկլերը, ռիթմերը, համապատասխանեցնելով դրանք տիեզերական տատանումներին եւ այստեղ կարեւոր է հստակեցնել, հա, որովհետեւ ռունաները չեն փոխարինում ակադեմիական կոպիտ ասած բժշկությունը, եթե խոսքի օրինակ հիվանդությունն արդեն ֆիզիկական է, այստեղ սակայն դրանք վերացնում են հիվանդության էներգետիկ արմատները, կանխելով դրա հետագա դրսևորումները եւ զարգացումները։ Հենց այս նույն էներգետիկ ամբողջականությունը որոշիչ մեծ դեր ունի նաև մարդկային փոխհարաբերություններում։ Խոսքի օրինակ, փոխհարաբերություններում այստեղ այդ անոթների հետ կապված կարող է ազդել օրինակ մերձավոր շրջապատը, ուղղակիորեն այստեղ կարող է ազդի մեր էներգետիկ մակարդակի վրա, դա գեբոն է, ակտիվացման, այսինքն անոթների հետ կապված դա սրտային կենտրոնի ռունան է, որը կարող է ապահովել հավասար գործընկերություն եւ բալանսավորված փոխանակություն։ Կենազը ռունան այստեղ երկրորդ կենտրոնի որովայնի ստորին հատվածն է, այսինքն էներգիան է։ Սա սեքսուալության հետ կապ ունի եւ ստեղծագործական կրակի միասնական աղբյուրը կարող է լինել, որտեղ էներգիան փոխակերպելու է, ինչու՞ չէ։ Օդալը, սա բոլորս գիտենք ընտանեկան եւ պաշտպանության համար շատ լավ է, բայց այս դեպքում լրիվ ուրիշ է, որովհետև օդալը ինքը կայունության եւ տոհմային էներգետիկայի հետ մեծ կապ ունի, որը կարող է ամրապնդել հենց իսկ էներգետիկ մակաբույծերից պաշտպանվելու համար, այստեղ կա պարզ, բայց արդյունավետ ինչ-որ մարտավարություն, այսինքն անցանկալի շփման ժամանակ թեքվել այնպես, որ ձեր ձախ ուսը լինի դեպի դիմացինը։ Սա ստեղծում է բավական պասիվ էներգետիկ պատնեշ եւ այստեղ խզելով հաղորդակից անոթների շղթան։ Հենց այս պաշտպանական հնարքը հանդիսանում է էներգետիկ անվտանգության, կարելի է ասել, ավելի լայն համակարգի մի մաս։ Լսած կլինեք, իմ թևի վրա տեսել եք այսպես ալբիզը, մի փոքր խոսենք, որն են պաշտպանողական ռունաները, դա ալգիզն է, ինքը պասիվ, հովանավորող, զգուշացում եւ վտանգների կանխարգելիչն է, կարող է շրջանցել։ Տուրիսազն է, բավականին ակտիվ, ագրեսիվ, նաև ինչու՞ չէ, ագրեսիվ, ակտիվ ետամղում եւ այստեղ հոգեբանական պատնեշի կոշտ ամրապնդում կարող է անել, բերկանանել է շատ լավ օգնում, բայց փափուկ, կոկոնի նման, մայրական պաշտպանության եւ երեխաների եւ հղիների համար է շատ լավ։ Այնուամենայնիվ, այստեղ տուրիսաս, եթե շատ չարաշահում են, կարող է հանգեցնել ավելորդ կոշտության եւ մեկուսացման մարդուն։ Ընդհանրապես էներգետիկ պաշտպանությունը ոչ թե պատնեշների կառուցումն է, այլ մաքրության պահպանումը, ինչը ուղղակիորեն կապված է էներգետիկ, կոպիտ ասած, աղբի խնդրի։ Հիմա կհարցնեք, որն է ֆինանսական ռունաները, հոսքի, հաջողության եւ այլն։ Փողը ինքը հոսուն էներգիա է, դրա կուտակումը առանց շարժի ինչ կարող է անել, հանգեցնել էներգետիկ լճացման, այսինքն նեխած ջուր է դա կոչվում։ Դա ֆեյում է, խագալազը, թեյվազը օրինակ։ Սա արդյունավետության հետ մոդելն է, ռեսուրսի ստացումը, ճանապարհի մաքրումը, դա խագալազն է, եւ խոչընդոտներից եւ նպատակա սլաց հարվածը, թեյվազը։ Սոլուգուն է, որը լսած կլինեք կայծակի նման, սա ում էներգիան է, արևի, առաջնորդի էներգիան, որը լուսավորում է հաղթանակի ուղին, յուրաքանչյուր մարդ, որովհետև ունի իր էներգետիկ անոթը, կարելի է այսպես ասել, կամ ներքին ծավալը։ Խոսքի օրինակ, եթե մարդը լոտոյով շահում է գումար, որը կարա գերազանցի իր անոթի ծավալը, այն պարզապես կարող է ջախջախի անոթը քայքայելով առողջությունը կամ միգուցե կյանքի այլ ոլորտներ, Ստե նպատակը ոչ թե պատահական գումարն է, այլ
Տոմ Սոյերի կոպիտ ասած մեթոդով սեփական անոթի ծավալի ընդլայնումը։ Անձնական ուժ եւ ներքին առանցքը այստեղ ցանկացած ճգնաժամի պահին մարդու միակ հենարանը հենց իր ներքին առանցքն է կամ այդպես են ասում, հա, ֆիրմի զայ, այսինքն մարդու ներսում գտնվող տիեզերական ծառը։ Ռայդո, օրինակ, Էյվազ լագուս, բանաձևը ինքը բավականին ծառայում է որպես մեխանիզմ, որը կարող է հավասարակշռել նյութական աշխարհը մարդու մոտ էներգետիկ իրականություն հետ։ Այստեղ պետք է հիշենք, որ ռունաները կախարդական փայտիկներ չեն, այլ ձեր էներգետիկ մարմնի համար նախատեսված բարձրակարգ մարզասարքեր են։ Որքան շատ եք մարզում ձեր էներգետիկան, այնքան կարելի է ասել անսասան է դառնում ձեր ներքին առանցքը։ Եվ մի փոքր եզրակացություն եմ ուզում անել, նայեք, տեսական գիտելիքը ինքը ուժ է դառնում, այստեղ միայն պրակտիկայի միջոցով։ Սկսնակների համար, ովքեր որ նոր են սովորում, այս պրակտիկաները, եթե անում են, 7 օրյա կարելի է ասել, պլան պետք է իրանք մշակեն, օրինակ առաջինը կարա լինի շնչառությունը, օրական 5 րոպե, ոչ շատ, հենց որովայնի շնչառություն ներքին լռության հաստատմամբ։ Երկրորդը դա պատկերումն է, պետք է ընտրեք մեկ ռունա, օրինակ Ինդուս, հա, վատ ռունա չէ, եւ պատկերեք այն ձեր ձախ ձեռքին։ Դիտարկում պետք է անեք, այսինքն ուսումնասիրեք իրադարձությունները եւ ձեր ներքին վիճակի փոփոխությունները։ Դա նշանակում է դուք ապրում եք այդ ռունան, էներգիան եք զգում։ Եվ հետադարձ կապը դա պետք է գրանցեք ձեր արդյունքները, թե դուք ինչ եք զգացել, արդյունքների բանավոր կամ միգուցե գրավոր, հա, գրեք ձեզ մոտ, թե ինչ եք զգացել, ինչպիսի էներգիա է տվել, որովհետեւ այստեղ ինքը մոգական ակտի մասին է խոսում եւ եթե դուք էներգիան զգում եք այդ ոգու աշխարհից, այստեղ խարիսխում կարող է լինի նյութական իրականության մեջ, հա, պետք է դարձնեք ձեր կյանքի, կոպիտ ասած Թոմ Սոյերը, ակտիվորեն կառուցեք ձեր ճակատագիրը, օգտագործելով ռունաները որպես գիտակցված տրանսֆորմացիայի գործիքներ, լինելով պատասխանատու, այլ ոչ թե անպատասխանատու։ Ինձ շատ խնդրել են, որպեսզի ես երկրորդ արկանի նաև քրմուհուց խոսեմ իմ հետևորդները, բավականին խորը, ես այսօր որոշեցի մի փոքր խոսել։ Դա կապը անիմայի մասին է խոսքը, կապը անիմայի հետ, այսինքն դա ինչ է նշանակում, տղամարդու մեջ կանացի սկիզբ կամ ինչ-որ իմաստուն կնոջ արխետիպի մասին է այստեղ խոսքը, հա, որ կարող է հանդիսանալ կամուրջ մեր գիտակցության կամ գիտակցական եսի, էգոյի և անսահման կոլեկտիվ անգիտակցականի միջև։ Այստեղ ազդեցությունը, երբ այս արխետիպը ակտիվանում է մարդու ենթագիտակցության մեջ, մարդը կարող է իրեն զգալ, որ պատասխանները ոչ թե դրսում են, այլ մարդու ներսում են։ Նա կարող է մեզ սովորեցնել քրմուհին, որպեսզի մենք վստահենք մեր ներքին ձայնին, որը հաճախ խեղդվում է տրամաբանության աղմուկի մեջ։ Ինքը լռությունը եւ ինկուբացիայի ուժը ի տարբերություն կախարդի, հա, մոգի, ով արտահայտում է կամք, գործողություն, իսկ քրմուհին այստեղ բավական պասիվ քարտ է եւ այստեղ անկալությունն է ավելի շուտ եւ ազդեցությունը։ Ենթագիտակցության վրա սա ունենում է հանդարտեցնող ազդեցություն։ Այն կարող է ստիպել մարդկանց կանգ առնել եւ թույլ տալ, որ տեղեկատվությունը, ինչու՞ չէ, նաեւ եփվի ներսում։ Սա հոգեբանական մի վիճակ է, երբ մենք ինտուիտիվ կերպով գիտենք իրականում ճշմարտությունը, բայց դեռ պատրաստ չենք այն բարձրաձայնել։ Ինչու՞, որովհետև քարտերը դուք տեսել եք, քրմուհին նստած է, երկու սյուներ կան, կողքը սև եւ սպիտակ, հա, երկուսի միջև, որոնք խորհրդանշում են նրա հակադրությունները, լույս եւ մութ կողմերը, հա, այսպես կարելի է ասել, բարի եւ չար, գիտակցական եւ անգիտակցականը։
Ստե ենթագիտակցական մակարդակում նա ազդում է մեր ներքին կոնֆլիկտների վրա, սովորեցնելով միգուցե մեզ չընտրել ծայրահեղություններից մեկը, այլ մնալ կենտրոնում. նա հուշում է, որ ճշմարտությունը կարող է գտնվել հակադրությունների միջև եղած հենց քողի հետևում։ Քրմուհին նաև երազների և սիմվոլների լեզուն է, քրմուհու ոտքերի տակ տեսնում ենք գտնվող մահիկը և նրա ձեռքի տորան, լսած կլինեք, որը մատնանշում է հենց գաղտնի մարդու գիտելիքը։ Ազդեցությունը այս քարտի հենց ազդեցության տակ ենթագիտակցությունը կարող է դառնալ բավականին չափազանց ակտիվ երազների տեսքով, այսինքն մարդը կարող է սկսել տեսնել վառ սիմվոլիկ ինչ-որ երազներ, որոնք ուղղակիորեն հաղորդակցվում են մարդու հոգու հետ, նա նաև ակտիվացնում է մեր ներքին ընթերցողին, ով կարողանում է կարդալ կյանքի նշաններ։ Էստեղ ինտուիցիան նաև ընդդեմ տրամաբանության, եթե գիտակցությունը սիրում է փաստեր, թվեր, ապա քրմուհու ազդեցությամբ այստեղ ենթագիտակցությունը սկսում է գործել զգացողությունները, մարդը կարող է այստեղ իրան զգա իր մոտ անհանգստություն կամ ներքին ինչ-որ վստահություն, առանց որևէ տեսանելի պատճառի։ Սա հենց քրմուհու ձայնն է, որը շրջանցում է հենց ուղեղի ռացիոնալ ֆիլտրերը և ուղիղ կապ հաստատում մարդու հոգու հետ։ Եթե ես ձեզ ընդհանուր ասեմ, քրմուհին ենթագիտակցության վրա